Արվեստի գործեր հին ու մաշված կարպետներից շատ բան չի պահանջվում, կարպետի մի կտոր ու սև մատիտ։ Յիրկա Փվալին Գերմանիայի Լայպցիգ քաղաքից է, արվեստագետը ներկում է կարպետների հետևի հատվածն ու ձեռքի տպագրության միջոցով նկարներ ստեղծում։ Կարպետները շատ հաճախ որպես դեկորացիա են օգտագործվում։ Ես դրանց ուրիշ աչքով եմ նայում։ Յուրաքանչյուր կարպետ այլ բան է խորհրդանշում։ Իմ պատկերացմամբ ես դրանց կյանք եմ տալիս։ Արժեքների նորովի գնահատում, այլ կերպ ասած վերարժևորում։ Եվրոպացի արվեստագետը որոշել է տարբեր ժամանակաշրջանների կարպետներ գտնել ու համալրել հավաքածուն։ Այս կողմում բարձր լարումն է։ Էլեկտրիկ Երևանից հայտնի լուսանկարները սև ու սպիտակի է վերածել Լևոն Ֆլջյանը։ Հայտնի լուսանկարների ֆրագմենտներ են, բայց իրանց տարբերությունն նա է, որ լուսանկարը մշակվել է ու լուսանկարի դետալներ են օգտագործված։ Որպես նկարիչ իմ համար կարևոր էր այդ սիմվոլները, լուսանկարի մի մաս, որը դառնում է սիմվոլ, պայքարի նշան այդ ամբողջ շարժման։ Ավտոմեքենայի դիմացի հատվածն է, նկարիչն ընդամենը մեկ նախադասություն է գրել եւ արդեն վաղուց հայտնի «ապպա» բառով երկակի իմաստ է ստեղծել։ Երկու սլոգանները միավորելով ստանալ մի այլ սլոգան, որ շատ տիպիկ է Հայաստանի իրականության, այսինքն խոսքի եւ իրականության տարբերությունը։ Պատմություններ, որոնք դեմ են մարդկային արժեքներին, Բեռլին արտ հյուրանոցում հայ եւ եվրոպացի արվեստագետներն իրենց գործերով ներկայացրեցին հավասարության, խոսքի ազատության, հանդուրժողականության եւ ժողովրդավարության գաղափարները։ Այս միջոցառմանը աջակցելով նպատակ ունենք ավելի մեծ մասնակցություն ունենալ մարզերում իրականացվող ծրագրերին։ Մենք ցանկանում ենք ավելի հաճախ լինել այստեղ եւ խոսել եվրոպական արժեքների մասին։ Ցուցահանդեսի նպատակն էր ցույց տալ, որ Եվրոպայի եւ Հայաստանի միջև ամենակարճ ճանապարհն արվեստն է։ Նազիլ Էլբակյան, Խաչատուր Գևորգյան, ժամը լրատվական։